Բուդապեշտում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և Հունգարիան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի դրա հաջող անցկացումը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունն է։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է Հունգարիան աջակցում Ուկրաինայում հակամարտության կարգավորման ջանքերին, նշել է. «Ես չեմ ուզում մանրամասնել»։ Բրիտանական BBC հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, սակայն մերժել է նրա փոխհատուցման պահանջները, հաղորդում է BBC-ն։ Վրաստանի և Մոլդովայի նախագահները ստել են Վրաստանի նախկին առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի առողջության մասին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ «Մենք հիշում ենք, թե ինչպես Զելենսկին և Սանդուն ստեցին Սաակաշվիլիի իբր թունավորվելու մասին։ Դրանից հետո ոչ Զելենսկին, ոչ էլ Սանդուն ներողություն չեն խնդրել»։ Ադրբեջանը ու Հայաստանը ճիշտ քաղաքականություն են վարում ձգտելով համագործակցել բոլորի հետ իրենց ժողովուրդների բարօրության համար։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, ընդգծել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացումը դիտարկել միասնական տարածքի համար։